Բարև բոլորին, եկել եմ այսօր համացանցում տիրող fake նորությունների այսօր մեծ այսպես ամբողջի վերջը տամ, ուսամ շատ մարդ դիտի այս վիդեոն, ինտերնետում պտտվում է լուրեր, որ Արման Ծառուկյանը ամսի 30-ին Հայաստանում ունենալու է բոյ Կոնոր Մակգրեգորի հետ, ժողովուրդ, էսի fake է, չի կարող Կոնոր Մակգրեգորը ուղղակի ֆիզիկապես ունենա բոյ Արման Ծառուկյանի հետ, բացրեմ ինչի առաջին Կոնոր Մակգրեգորը ունի ունիվերսալ կոնտրակտ UFC-ի հետ, իսկ բոյը չի անցկացում UFC ֆորմատով, այսինքն պրոմոշնը UFC-ին չի, պրոմոուտերը Hypefsին է, նոր ընկերություն է ռուսական, որ տենց փորձում է ՍՆԳ երկրներում զարգանա, այս սանկցիաների հետ կապված ինքը իրանք ռուսական իրենց պրոմոշնն են զարգացնում, բավական հետաքրքիր պրոմոշն է իրականում ստացվում ու տենց մեծ գումարներ են ներդրվում իր մեջ։ Երկրորդ կարևոր շատ բան է, ժողովուրդ Մակգրեգորը չի կարող Ծառուկյանի հետ կռվի, որտեվ Մակգրեգորի վերջի բոյը 21 թվին է եղել, վերջի 4 բոյերը տենց ու 3 հատը պարաժենի է 4-ից, մեկը տենց Նիչա է ոնց որ եղել, տորը ալտմն եղել չեմ հիշում, բայց կարծում չի իրականացել, այսինքն ինքը տես 20 թվին է վերջ անգամ հաղթանակ ունեցել։ Մի խոսքով Մակգրեգորը կարծիքով հիմա այս բանի ունակ չի լուրջ բոյի մասնակցի ու առասարակ ինքը չի ուզի, որտեվ ինքն էլ արդեն հոգն է երևում է իր խոսալուց, խոսքով ինքը զուտ տենց խայպի մեջ է ուզում մնա, այդքան բան։ Արման Ծառուկյանի երկի ուզում է այս բոյը, որտեվ իր համար էդի խայպ է ու վсё, Արման Ծառուկյանի համար էդի մա տենց թեթև սպարինգ է, ոնց է տանձիկ ծեծի, որտեվ իրականում արդեն շատ թույլ է Կոնոր Մակգրեգորը, իսկ Արման Ծառուկյանը այս բանին գտնվում է առաջին տեղում։ Ում հետ է ունենալու բոյը Արման Ծառուկյանը կպնել է իրականում Շառա Բուլետայի հետ, ինքը դրոշը ռուսական է լինի իր, այսինքն ինքը ռուսական քաղաքացիություն ունի ոնց հասկանում, բայց ազգությամբ ավառ է, բավական հետաքրքիր է, չի լսել իր մասին, ունի 17, ուրեմն 17 բոյ ունեցել, 16-ը կրել է, մեկն է պարաժենի, բավական հետաքրքիր կլինի։ Արման Ծառուկյանին հաջողություն եմ մաղթում ուրեմն այս մենամարտի մեջ, իսկ Հայաստանի բոլոր մեր սպորտասերերին շնորհավորում եմ, քանի որ Hypefsին իրականում շատ մեծ կազմակերպություն չի, բայց իրականում մեծ դեր է խաղալու Հայաստանի սպորտի ուրեմն ներաշխարհի հետ, որ գա Հայաստան։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություն։